Սա երկրի փրկության պայքար է, թե ոչ ազնիվ պայքար սեփական փրկության համար։ Եկեք մի բան հասկանանք։ Սա իսկապես երկրի փրկության պայքար է, թե փորձ է կասեցնելու ապօրինի ծագման գույքի բռնագանձումը։ Որովհետև նույն մարդիկ, որ տարիներ շարունակ մեզ վախեցնում էին պատերազմով, փակ սահմաններով, անվերջ սպառնալիքներով, այսօր արդեն շատ լավ հասկանում են եւ ընդունում են, որ պետք է գնալ կարգավորման ճանապարհով։ Ուրեմն հարց է առաջանում. եթե դուք եք հասկանում եւ միևնույն ժամանակ պատրաստ եք անվտանգությունը հանձնել ուրիշներին, այդ դեպքում այդ հարաբերությունների մեջ դուք որպես ով եք հանդես գալու, ինչ կարգավիճակ եք ունենալու։ Ամբողջ սխեման իրականում շատ պարզ է։ Ստեղծվում է դժգոհության եւ անվստահության մթնոլորտ, տրվում է սին խոստումներ, դուք ընտրում եք իրենց, հետո իրենք երկիրը հանձնում են ուրիշներին, իսկ իրենք պահում են այն, ինչ տարիներով ապօրինի յուրացրել են։ Ահա այս է նրանց փրկությունը, եւ ահա այս է նրանց սերը հայրենիքի հանդեպ։